Ինչ է նշանակում, ով է պարտադրում հոգևորականներին, որ այսպես ասած պլոմբ էին դռները։ Չէ, հստակ ասված է, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնեք, մենք բանալիները չենք հանձնել, ուղղակի այդ քուկը դրել ենք, մենք ենք ուղղնքել ենք, հա, այսպես ասած, եւ ուսանքել ենք բանալիները։ Դե իրենց գիտեն ինչ բաներից են ունեն ուզում ալտիչս անել։ Բայց մենք գտել ենք, որ մեր եկեղեցու բանալիները չի կարելի։ Խասվել է, որ օրինակ վաղը չներկայանա ոչ մեկ եկեղեցի, նման դրան։ Տեսեք, մենք չենք կարող ներկայանանք, որտեղ Իրաքի օր անկախ իրան գալու չգալու։ Մենք պատարակ ենք մատուցում, որոշ մեր բաղադրությամբ պատմություն ենք։ Դե խառը իրավիճակ է, քահանան ով պատարակ է, ասում հերթապահ է, պատարակության իմաստով ինքը հիվանդացել էր, քանի օրեր էր, եւ ինքը բնականորեն չպիտի լիներ։ Մյուս քահանան, որ նոր ձեռնադրված էր առաջ պատարակը պիտի մատուցել, պետք է գնալ Էջմիածին, որովհետեւ խնդիր գոյություն ուներ հանդիպելու Ռապար հայրապետին, այդպես է ասում, նոր ընծանիը պատարակից հետո գնում է։ Հոգևորականներից մեկը գար եկեղեցի ինչ տեղի ունի։ Երբ որ եկեղեցին կենքել են եւ ձեզ դուրս են հանում եկեղեցուց, պիտի գա եւ առավոտանը ոչ մեկին չեն թողնում։ Իսկ երբ որ երեկոյան հանել են եկեղեցուց եւ առավոտը չեն թողնում։ Խաթարելով մեր ծիսական արարողությունը, կանոնական ծիսական արարողությունը եւ նաեւ այն հավատացյալների, որոնք այսօր այստեղ չէին, բայց այս թեմից էին, ոչ թե բերված անձնավորություն են։ Իրենց կրոնական ծես անցկացնելու իրավունքը խաթարելով, որը քրեական հանցանք է։ Հիմա ասում են կաթողիկոսը զավակ ունի, 10 arczepiskopos-եպիսկոպոսներ միասին նրա հեռացման պահանջին։ Դուք ունեք այդ պատասխանը։ Ես պատասխան ունեմ այսպեսին, լսեք, ուրեմն։ Լսեք եւ մի հարց մի տվեք, սադրի հարց մի տվեք։ Ուրեմն եթե կաթողիկոսն է հարցում, ես էլ ուղիղ ձեզ պատասխանում եմ։ Ուրեմն ինչ կապ ունի, երբ որ օրինական պատարակություն չեն թույլ տալիս այստեղ պատարակ մատուցելու, այսինքն դիազոր իրավունք ունեցող պատարակին եւ բերում են ուրիշ տեղից մի բան։ Դա ինչ կապ ունի կաթողիկոսի զավակ ունենալու կամ չունենալու հետ։ Ես քեզ պատասխանում եմ էլի։ Ցիվիտից ես, հա, երևում է։ Ուրեմն մի բան կարող եմ ասել ձեզ։ Ուրեմն եթե ձեր հետևից ընկնեն, ինչ չէ, ես զավակի բան չասեցի, ուղղակի սպասում եմ իրենից։ Հա? Դու ես մեր զավակը, հա, նա արտիկից ես, չէ։ Չէ։ Ուրեմն ես չեմ պատասխանելու, որովհետև դա իմ իրավունքը չէ։ Դու դավաճանել ես քո կնոջը։ Ես ինչ ունեմ։ Չունես, ուրեմն ուրիշ տղամարդու հետ դավաճանել ես երբևէ։ Ում չգիտեմ ում հետ։ Դու քո մարդկություն ամուսնացած ես, ուրեմն կարող ես դու բանես։ Մի րոպե կներես, իսկ դու կարող ես հանգարց ասենք լեվի ես գնացել։ Ես չեմ տվել ոչ մեկին, ես ոչ մեկին։ Իսկ դու կարող ես քո բանը, ուրեմն ասես թե իմ անձնական դա էլ ուրեմն իմ անձնականն է կպատասխանեմ թե չէ։ Բայց կաթողիկոսը խուսակրոնության հետ չէ, տվել մի րոպե։ Իրենք մի կողմից ասում են Ձեր աստիճանին մի գնացեք։ Հարցեր կան, որոնք չպիտի տաք։ Ուրեմն հենց այդպես բարոյական չէ ձեր կողմից այդ հարցը։ Մենք եւս հարցեր ունենք, մի կողմից ասում են իմ հոր հանդեպ այդ հարցը տալ։ Իմ հայրը շատ բան կարող արածնի։ Ուշադիր լսի, հայրը շատ բան արած կրնի։ Ու հաստատ արել է այդ ամենը, լավ եմ անում։ Ուրեմն քո հայ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը կարիք ունի պաշտպանության։ Ճիշտ է։ Ինչ պայմանագրի անդամը կարիք ունի պաշտպանության։ Ուրեմն լսի, տղաս։ Անունդ ասա խնդրում եմ, հա։ Ովա ջան, ուրեմն լսի, հարցեր կան կյանքում։ Իմ հոր վերաբերյալ։ Բարոյական չէ գալ եւ քեզ հարցնել քո հայրդ եւ մայրդ ինչ է արել։ Կարող է արել է։ Հասկանում ես, ուրեմն այդ հարցը մի տուրից։ Կաթողիկոսի իմ հոգեվոր հայրն է։ Հա, իմ հոգևոր հայրն է, իմ եկեղեցու գլուխն է, ինքը ոչ աղանդավոր է, ոչ իրեն կարգալուծեն արել եւ այլն, մի տուր այդ հարցը, որտեղ հարցեր կա, որ ճիշտ չի, բարոյական չի տալը, այդքան բան։ Եթե հարցնում եք, պատասխան չունեք։ Եթե ոմանք մեղադրում են որևէ մեկին, թող գնան ապացուցեն։ Եղավ, ոչ թե եթե դու ինձ 10 սրբազան է, դա չի ասել, 10 սրբազանի հայտարարությունը գնացեք կարդացեք ես մեկ անգամ։ Ասա, իրենք էլ են անում։ Ես նոր պատասխանեցի դա էլի։ Չեմ կարող ես պահին ձեզ ասել, 5 անգամ էլ արդյունք Բայց ոչ ինչ զրկված է, ինչ
կարկալից չեղած չի է, սոբանը գործող հոգևորական ինչ կարիք կա ինչպես ուրեմն գիտեք, կարկալուց չեղած չի, բայց ինքը իրավունք չուներ։ Արդեն ըստ երևույթին կարկալուց է։ Միքայել Կանոնակարգ, որ Շիրակի Ինքը իրավունք չունի մտնի տարած որևէ քահանա առանց առաջնորդի թույլտվության։ Սա առաքելական կանոններից քսած է։ Նզովքով ուրեմն պսակվող կանոն է դա։ Նզովք նշանակում է եկեղեցուց հեռացման։ Նզովքը բանը չի։ հասնել որ Շիրակի հոգևորականները այսպես բարոյական արտակ հասցրեցին իշխանությանը Իրենք որ միասնական մնան։ դրանք օրինակ պատասխանեն, ապտակ է թե ապտակ չէ։ Ես չգիտեմ, ապտակ է իրենց համար, թե չէ։ Ում առաջ է։ Ինքը արդեն գնահատել է իր հայտարարության մեջ։ Չէ, հին հայտարարության մեջ ինչ արել։ հորդորել է ինչպես Չէ, ինքը ասել է բարձր եմ գնահատում Շիրակի թեմի իմ կանոնները լսում։ մեջ ասում է Յոթվետը երկու անգամ դիմակայել է թուրքերին, այս անգամ էլ կդիմակայի, դուք թուրք եք համարում իշխանական Տեսեք, նայեք, դուք ինչ եք ասում հիմա ինձ։ Դուք Միքայել Սրբազանին պիտի հարցնեք դրա մասին։ Դուք ինձ հարցնում եք, թե ինքը ինչ է գնահատում կամ իր ասածը վերագրում եք ինձ։ Ես կարծում եմ, որ այստեղ պատկերավոր ասած նրանց, ովքեր որ եկեղեցին, նույնիսկ եկել են, այս քաղաքում եղել են, բայց չեն արել քիսի բանաչքն թույլ են տվել, որ եկեղեցին պատերակ մատուցի օրինավոր քահանայի կողմից։ Մեկ է բոլշևիկներն են քիսի բանից կողմնակալի եւ փոխել են դատավորական եկեղեցիների դրա մասին։ Հիմա երբ որ մենք ասում ենք 1000-ով, նկատի ունենք 1000-ը։